Նորը գիրքը ընթերցելու ու նոր կտակարանի մեջ ինչ տարբերություն կա, շատ տարբերություն կա։ Նոր կտակարանը դա պատմում է Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքյալների ընթացքը եւ ուրեմն մեկնաբանում է նոր կտակարանի կամ ավետարանի կամ Սուրբ Հոգուց ստացած Աստծո հոգուց օգուտությունից ստացած հայտնությունները մարդու ներաշխարհն ապացուցում Պողոս առաքյալը եւ շատ ասենք մեկնաբանող, կարգավորող եկեղեցիների խրատներ ու հորդորներ ուղարկված նամակներ են։ Իսկ Նարեկացին դա ուղղակի Աստծո հոգուց առաջնորդված Նարեկացին բացահայտում է Աստծո մեծությունը եւ մարդու նողկալի նկուն եւ մեղավոր մեղսարի վիճակը։ Թե մարդը ինչքան իղծա իր հոգեբանությամբ եւ Աստված ինչքան սուրբ է իր մեծությամբ, իր հզոր մեծությամբ։ Նարեկի եւ ուրեմն նոր կտակարանի մեջ տարբերությունը այդ որ նոր կտակարանը ընթերցում է ամեն օր, իսկ Նարեկի որպես գրականություն է մեկ անգամ ընթերցեցի կարող է տնես լիքում եւ չընթերցես։ Իսկ նոր կտակարանը նոր կտակարանի մեջ կա հոգի եւ կյանք, որը քեզ կյանք կտարի, դա հոգու գերակուր է։ Սակայն Նարեկացի կարդալը դա ես գերագույն հաճույք եմ ստացել Նարեկացի կարդացել եւ մեկ անգամ կարդացել եմ եւ սիրուն ծավալերել եմ իքո, սակայն դա ինձ մեծ շատ բաներ բացեց, շատ բաներ հայտնեց, շատ բաներ ստացա իմացա, ինչ որ Նարեկը ստացել էր Աստծո հոգուց։ Այդպես բաներ։